հանրային մեղադրողները արձագանքեցին, հնարավորություն չունեցա ներկայացնել են հանգամանքները, որ նշանակություն ունի եւ նաեւ իրենց արձագանքներն ակնկալում։ Նշում էի, որ անձանց հրավիրելը քմահաճույքի խնդիր չի, այլ կոնկրետ հանգամանքներ էին նշում, թե ինչ հարցերի շուրջ կարիք կա, որ բարձրաբանումներ ստանան։ Բացի այդ, գործի արտաքին միջամտությունը նշեցի, բայց նաև այս գործի իրավական ընթացակարգային էլ աղուր միջամտություն եղել։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանի անձեռնախելիությունը հաղթահարվել է գլխավոր դատախազի կողմից ազգային ժողովի անդոնից կեղծ տեղեկատվություն մատուցելու միջոցով։ Սա իրավական գործընթացի մաս է։ Անձը, ով որ այդ կեղծ տեղեկատվությունը ներկայացրել է, կամ պետք է հետքեր կեղծ տեղեկատվությունը, կամ պատճառաբանություն ներկայացվի, թե այդ փուլում ինչի է դա ներկայացրել, որովհետև դրանից է կախված դատարանի ապագա գնահատականը եւ այդ փուլի իրավախախտումները արձանագրելու եւ արձանագրելու արդյոք անձի անձնախելությունը հաղթահարված է եղել թե ոչ, եւ նաեւ արձանագրելու իրավական նշանակության հանգամանք, անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվում է թե ոչ։ Էլի պնդեմ իրավական նշանակության հանգամանք, որտեղ քաղաքական հետապնդման առկայությունը դա քաղաքական կատեգորիա չի, քաղաքագիտական կատեգորիա չի, իրավական կատեգորիա է։ Որպեսզի դատարանը հնարավորություն ունենա գնահատականի արժանացնել մեր կողմի դիտարկումները այն մասին, որ անձանց նկատմամբ իրականացվում է ապօրինի, խտրական, իրենց քաղաքական գործունեության պայմանավորված հետապնդում, քաղաքական հետապնդում ի հակադրում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14 եւ 18 հոդվածների, պետք է գնահատական արժանացնել նաեւ այն պաշտոնատար անձանց գործողությունները, ովքեր բացի քրեական վարույթում առկա նյութերից իրենց կողմից վարույթի վերաբերյալ ավելացրել են լրացուցիչ տեղեկատվություն։ Եվ նաև դրանով պայմանավորված մասնավորապես հենց գլխավոր դատախազի ներկայության անհրաժեշտությանը։ Անդրադառնալով իմ կողմից միջնորդած մյուս վկաներին, հանրային մեղադրողը նշեց, որ գործի այլ նյութերը հետազոտենք, պարզ կլինի այս անձանց ներկայացնել հրավիրելու անհրաժեշտություն կա թե ոչ։ Քրեական դատավարությունը այս փուլի համար կողմերի համար նախատեսվում է հավասար հնարավորություններ, դատանին ներկայացնել ապացույցներ։ Եթե ես գտնեի, որ իմ կողմից ներկայացված անձանց ցանկը ուղղակիորեն պայմանավորված այլ ապացույցների հետազոտումով, բնականաբար այդ միջնորդությունը կհետաձգեի, այսինքն չէի ներկայացնի այս փուլին, ինչպես արեցի, նշեցի, որ կան նաև այլ անձինք, որոնց մասնակցությունը պայմանավորված է այո ապացույցների հետազոտումով։ Բայց մատնանշել եմ կոնկրետ մարդ, որ ի սկզբանե գիտեմ, ինչ դերակատարություն է ունեցել, ինչ մասնակցություն է ունեցել, ինչ ինֆորմացիա է տիրապետում։ Եվ ի տարբերություն մեղադրանքի կողմի, որ ներկայացնում են այս ապացույցը հաստատելու մեղադրանքի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ տեսական ընդհանրական ձևակերպում առանց հստակեցման, շատ հստակ մատնանշում է, որ այս վկաները գալու են եւ դատարանին ինչ են հայտնել։ Կարմիկ Դանիելյանը գալու է հայտնելու ինչպես են քաղաքական ակցիաներ կազմակերպել, Բովանես Ավետիսյանը գալու է հայտնելու դատարանին, թե իրենք ինչ են խոսացել բովանդակության մեջ ամբողջությամբ եւ այդ օրը եւ այլ օրերի եւ ինչպես է կեղծվել իր մասնակցությամբ զայնագրությունը։ Այսինքն հաստատելու է, որ այդ բովանդակությունը իրականությունը չի եւ լրացուցիչ տվյալով հիմնավորելու է դա։ Հիմա եթե հանրային մեղադրողներն ասում են, որ չէ, պաշտպանության կողմը թող իր իրավունքից այս փուլում չօգտվի, ստացվում է, որ քրեական դատավարության այդ նորմը իր նպատակային նշանակությունը կորցնում է։ Որտեղ եթե յուրաքանչյուր անգամ մենք կաշկանդված ենք լինելու վկաներին ներկայացնել ինչ որ հանգամանքներ պարզելուց հետո, բնականաբար կարիք չկա քրեական դատավարության օրենսգրքում գրել, որ մենք այս փուլում կարող ենք այդ միջնորդությունը ներկայացնել։ Ես ներկայացնում եմ եւ անձանց հստակ տվյալները եւ հանգամանքների ինչի վերաբերյալ պետք է ցուցմունք տան եւ այդ հանգամանքների նշանակությունը անձանց արդարացման հարցով։ Եվ նաեւ դատարանին հայտնել եմ, եթե չի արձանագրվել գերավորել լրացուցիչ կտամ այդ անձանց հասցեները։ Հետեւաբար իմ համար բացարձականություն է դիրքորոշումը, որ եկեք այս անձանց հարցակնություններն էլ հետաձգենք, անհասկանալի է դատաբարական եւ իրավունքի տեսանկյունից, բայց շատ հասկանալի է այս գործի ընդհանուր քաղաքական կոնտեքստի տեսանկյունից։ Եկեք հնարավորինս հետաձգենք բոլոր այն տվյալների ուսումնասիրությունը, հետազոտումը, որով հաստատվում է ապօրինի մեղադրանքը, ինչպես Սրբազանը ասեց, գործը լղոզենք գնա։ Հետևաբար ես ակնկալում եմ, որ դատարանը հավասար վերաբերմունք ցույց տալ դատավարության կողմերին եւ միջնորդությունը ամբողջությամբ բավարարելու է։ Շնորհակալություն։